Այս շաբաթ 8-րդ գումարման ազգային ժողովը հրավիրեց նստաշրջանի վերջին հերթական նիստերը, օրակարգում էր նաև 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը, որը վերածվեց ոչ միայն ֆինանսատնտեսական արդյունքների ամփոփման, այլև վերջին տարիների պետական քաղաքականության գնահատման յուրօրինակ հարթակի։ Քննարկման եզրափակիչ փուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, ներկայացնելով այն ձեռքբերումները, որոնք կառավարության համոզմամբ շրջադարձային նշանակություն ունեցան մեր երկրի համար։ Վարչապետի խոսքով 2025-ը կարելի է համարել մի կարևոր սահմանագիծ, երբ արդեն հնարավոր է փաստել հեղափոխությունից հետո անցած 8 տարիների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները ոչ միայն անվանական, այլև իրական ցուցանիշներով կրկնապատկվել են։ 2017 թվականի համեմատ մենք պետական բյուջեի հարկային եկամուտները ավելացրել ենք 135%-ով, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք արդեն վստահ պնդել, որ հեղափոխության հաջորդող 8 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկվել են։ Կառավարության ղեկավարը շեշտեց նաև տնտեսական ցուցանիշները, նշելով, որ վերջին տարիներին Հայաստանի համախառն ներքին արդյունքը ևս ավելի քան կրկնապատկվել է, իսկ մեկ շնչին բաժին ընկնող հնան աճել է ավելի քան 2 անգամ։ Սակայն ըստ վարչապետի տնտեսական վիճակագրությունը արժեք ունի միայն այն պարագայում, երբ դրա ազդեցությունը քաղաքացիները զգում են սեփական կյանքում։ Ահա այս համատեքստում էլ երկրի ղեկավարն անդրադարձավ կենսաթոշակների բարձրացման կարևոր որոշմանը, ընդգծելով, որ այն անմիջականորեն կապված է 2025 թվականին արձանագրված տնտեսական արդյունքների հետ։ Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը հաջողությամբ եւ հետագայում նաեւ խաղաղության հաստատումը Վաշինգտոնում իրենք նոր տնտեսական խթան են բերել եւ այդ որոշումների եւ այդ փոփոխությունների արդյունքում է, որ մենք իրականում կանխատեսվածից ավելի մեծ տնտեսական աճ ենք ունեցել։ Եվ նաեւ հաշվի առնելով մեր 2021 թվականին մեր տված նախընտրական խոստումը, ես որոշում եմ կայացրել, որ անմիջապես որպես առաջին արձագանքը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում թոշակների բարձրացումը։ Ելույթի առանցքային թեմաներից մեկը խաղաղության օրակարգն էր։ Վարչապետն այս առումով 2025-ը բնութագրեց որպես պատմական տարի, հիշեցնելով, որ հենց այդ ժամանակ ավարտվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները։ 2025 թվականը այն տարին է, որտեղ մենք լիարժեք արձանագրեցինք, որ ունենք խաղաղություն, ունենք հաստատված խաղաղություն եւ ըստ էության ունենք հակամարտության ավարտ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև։ Պիտի արձանագրենք, որ 2026 թվականին այդ փաստը լեգիտիմություն ստացավ եւ վերաարձանագրվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությամբ եւ քվեարկությամբ։ Խաղաղության հաստատման արդյունքներից վարչապետը առանձնացրեց նաև Վաշինգտոնի հռչակագրով արձանագրված TRIP նախագծի իրագործումը, որը շրջադարձային նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Թույլ տվեք այսօր առավել եւս արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության պատերազմի կամ հակամարտության փակուղուց խաղաղության խաչմերուկ դառնալու գործընթացը տեղի է ունենում շատ տեսանելի տեմպերով։ Պիտի արձանագրեմ, որ այս գործընթացը TRIP նախագիծը միանշանակ եւ աներկբա բացելու է նաեւ Պարսից ծոց Սև ծով հաղորդակցության ուղիները, ներառյալ նաեւ արդեն նրա մասին էլ բազմիցս խոսել ենք միջերկրական ծովի եւ Կասպից ծովի միջև հաղորդակցության ուղիները, որը ակնհայտորեն Հայաստանի Հանրապետությունը դարձնելու է խաղաղության եւ տնտեսության խաչմերուկ։ Այս ամենի հետ էր, որ վարչապետը կապեց նաև ժողովրդագրական միտումները։ Այսպիսով ըստ վիճակագրության հենց 2025-ը դարձավ այն առաջին տարին, երբ Հայաստանից արտագաղթը ոչ միայն դադարեց, այլև արձանագրվեց ներգաղթ։ 2025 թվականին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է Հայաստանի Հանրապետությունից մեկնած քաղաքացիների թվին։
Կարևոր ձեռքբերում են նաև առողջապահական ոլորտի բարեփոխումները։ Այս համատեքստում գործադիրի ղեկավարը նշեց, որ հենց 2025 թվականի տնտեսական արդյունքներն են հնարավորություն տվել 2026 թվականի հունվարի 1-ից ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը։ Ելույթի զգալի հատվածը նվիրված էր նաև ապագայի տնտեսական եւ տեխնոլոգիական ծրագրերին։ Փաշինյանը հիշեցրեց Միացյալ Նահանգների հետ ստորագրված համագործակցության հուշագրերի մասին, ընդգծելով, որ ընդամենը 10 ամսվա ընթացքում արդեն շոշափելի արդյունքներ են արձանագրվել։ Երևանի պետական համալսարանում մենք ունենք արհեստական բանականության կենտրոն եւ սուպեր համակարգիչ, մենք Գագարին բնակավայրում ունենք արհեստական բանականության գործարան եւ նաեւ Հրազդանում մենք ունենալու ենք արհեստական բանականության երկրորդ գործարանը, որը 5 միլիարդ դոլարի ներդրումային պոտենցիալ ունի։ Իսկ իր ելույթի քաղաքական հատվածում արդեն Փաշինյանն անդրադարձավ ընտրական գործընթացներին ու ներքաղաքական մարտահրավերներին։ Վարչապետը հստակ արձանագրեց, որ առաջիկա տարիներին իշխանության կարևորագույն խնդիրներից մեկը պետք է լինի ընտրակաշառքի եւ քրյա օլիգարխիկ համակարգի վերացումը։ Հայաստանի Հանրապետության քրյա օլիգարխիկ ռեժիմը արմատախիլ անելու process-ները իրենք ուղեկցվել են եւ պիտի ուղեկցվեին այդ թվում արտաքին ազդեցություններով, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Եվ դրանք նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար կարող էին բերել որոշակի սպառնալիքներ։ Եվ եղել են այո իրավիճակներ, ես չեմ ուզում թաքցնել սա այլևս, եղել են իրավիճակներ, երբ որ մենք հասել ենք մի գծի, երբ որ հասկացել ենք, որ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք ընդհանուր գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության համար անվտանգության սրված սպառնալիքների տեսքով։ Ավարտին կառավարության ղեկավարը գնահատեց նաև 8-րդ գումարման ազգային ժողովի գործունեությունը, շնորհակալություն հայտնելով պատգամավորներին համատեղ աշխատանքի համար։ Շատ դժվար ճանապարհ ենք անցել, բայց բանալի բառը անցնելն է, որովհետև մենք այդ ճանապարհը անցել ենք եւ հույս ունեմ ես իմ վերաստավյալներով կարողացա հաղորդել այդ զգացողությունը, որ մենք այդ ճանապարհը անցնելով հասել ենք բոլորովին այլ տեղ։ Մենք երկու անգամ գեր ծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի արտահայտությունը։ Ազգային ժողովի ամբիոնից հնչած այս ուղերձներով վարչապետը ոչ միայն ամփոփեց անցած տարվա արդյունքները, այլև ուրվագծեց առաջիկա տարիների քաղաքական նոր փուլն իր առաջնահերթություններով՝ խաղաղությունից ու սոցիալական ծրագրերից մինչև տեխնոլոգիական զարգացում ու պետական կառավարման նոր մոտեցումներ։